Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 սիրով ասում ենք բարի լույս նրանց, ովքեր այս պահին լսում եւ դիտում են Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե մաղթում ջերմություն, որովհետեւ միայն դա է պակասում հատկապես երբ քայլում եք դրսում այս սառնամանիքին։ Ցուրտ է, այո, եղանակին կանդրադառնանք քիչ անց, բացում ենք օրացույցը եւ տեղեկանում, որ այսօր հունվարի 22-ն է, օրը 5 շաբթի։ Ահա, օրը 5 շաբթի է, շաբաթը աշխատանքային համար ենք կիսված եւ կարող ենք ասել, որ քիչ է մնում եւ հունվարն էլ կավարտվի։ Միակ բանը, որ ուրախանում ենք այս առումով, որ ձմռան երկրորդ ամիսը հեռանում է։ Իսկ մենք աշխատում ենք սովորականի պես, Լուսինե Մուրադյան, Տիգրան Հարությունյան, առաջիկա ժամոկեսը կլինենք միասին եւ միասին կսկսենք նոր օրը։ Եվ կփորձենք ջերմություն ու լավ տրամադրություն փոխանցել ձեզ։ Facero varci la 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 Karzer facero varci la 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 Forcha schare marega kes besarchi chedesa yes vino charmitera im serti et mi khara ari batzer tandure Ganach garmire la 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 Boye dalar bardie la 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 Ach yes kes von shesirem garnanare vesim ya Yesira harbatani kes berele matani Ari batzer tandure Սուրճ ու սեր առավոտից։ 9:35 բարեկալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ եւ առաջարկում ենք իհարկե օգտվել հասանելի բոլոր տարբերակներից։ Մեզ ոչ միայն կարող եք լսել, այլև կարող եք դիտել, մուտք եք գործում armradio.am կայք։
հետևում live-ին դիտել կոճակը սեղմելով եւ իհարկե նաեւ ունեք տարբերակ Facebook-յան հարթակի միջոցով մուտք գործել Հայաստանի հանրային ռադիո եք գրում Հայատար եւ դիտում եք մեր live-ը, այնտեղ գործարկված է, բայց դա բավական չէ, դուք նաեւ պետք է ջերմ խոսքեր ուղարկեք, ձեր կարծիքները, մեկնաբանությունները, կոմենտներ հատվածում, ուղիղ եթերի հեռախոսահամարը եւս գործում է։ Ահա 55 37 02 չեք մոռացել, տեսնում ես, ամեն ճիշտ հիշում եք։ Հա, չէ, հիշում եք։ Մենք օրեցօր մեծանում ենք, չէ։ Դե, գիտես, հոգին չի փոխվում, հոգին մնում է միշտ նույն տարիքում։ Ֆիզիկապես ես մեծանում, ես այսօր հետաքրքիր մի տեսանյութ դիտեցի առավոտյան գալուց, որտեղ խոսվում էր հիշողության մասին եւ ուղեղի լավագույն մասնագետներից մեկը ասում է, որ կարճատև հիշողություն եւ երկարատև հիշողություն շատ կարեւոր է ճիշտ կազմակերպել։ Կարճատև հիշողությունից երկարատև հիշողություն տեղափոխվում է ինֆորմացիան միայն քնելու ժամանակ։ Այսինքն այն դեպքում, որ սաղ գիշեր պարապեմ, ամբողջ գիշեր պարապեմ, առավոտյան քնության եմ ու գնում է ոչինչ չի հիշում, դա նրանից է, որ նա չի քնել եւ կարճաժամկետ հիշողությունից երկարաժամկետ հիշողություն չի տեղափոխվել ինֆորմացիան։ Եվ այսինքն մի տուփից մյուս տուփ է տեղափոխվում, բայց դա տեղի ունենում բացառապես քնելու ժամանակ։ Հետևաբար, եթե մեր հիշողությունը մի քիչ այն չի, գուցե մեր քունն է պակաս։ Ես այդպես չեմ վարվում։ Ես ամեն օր քնելուց առաջ մաքրում եմ աղբամանը ուղեղից։ Ուղեղիդ ստացվում է։ Delete եմ անում, նոր պարկում եմ քնելու։ Մաքուր աղբամանով քնում եմ։ Ոյ Ֆայլերի էլի։ Shift delete թե delete։ Delete, պարզապես delete։ Լավ, Մեկ էլ տեսար հետո մի օր պետք է կավ այդ ինֆորմացիան։ Արդյոք կարողանում եք մտքերը դեն նետել քնելուց առաջ եւ խաղաղ քնել, թե այդուհանդերձ միևնույն է երբ պարկում եք քնելու ինքներդ ձեզ հետ կռիվ եք տալիս, օրվա անցածն եք ամփոփում, ինչու էսպես չարեցի, ինչու այնպես արեցի, ստացվում է արդյոք հանգիստ քնել։ Շատ գիտական երկխոսություն ստացվեց։ Այո, մեկ այլ կարգի։ Կլսեն ու ինչ կմտածեն։ Փորձագետները հիմա կասեն։ Ինչ էլ բան իմացա։ Առավոտ շուտ փիլիսոփայում եմ տեսնում։ Դե հիմա մտքից միտք գալիս է։ Ուզեցի կիսվեմ ռադիո լսողների տեղեկությամբ։ Ես առաջարկում սառը թեմաներից խոսել այս պահին։ Գնացի։ Հիշեցնենք 22-ն է հունվարի, օրը 5-շաբթի, այս պահին Երևանում 9 աստիճան ցուրտ է։ Շատ էսպես։ Օ Աստված իմ։ Ես զգացել եմ ճիշտ ասած այսօր առավոտյան քայլել։ Ես էլ դա զգացի, միջ վազում էի ավտոտնակ դեպի։ Ընդամենը կարճ այդ հատվածը, բա ես ինչ ասեմ։ 9 աստիճան ցուրտ եւ օրվա ընթացքում էլի քիչնի միջև -2։ Առաջարկում ենք այդ ընթացքում ուղղակի արագ շարժվել, չմնալ տեղում եւ փորձեք մկանները միշտ տակ պահել։ Այդ բարագայում մի քիչ կմրսեք։ Հանրապետության տարածքում, բայց ասում են այսօր ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ավելի կցրտի էլի։ Որ ձյունգար չէր ցրտի, լավ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի եւս 3-ից 6 աստիճանով։ Հունվարի 23-ին 24-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-ից 10 աստիճանով։ Չեմ հավատում 8-ից 10 աստիճանով։ Դե խնդրեմ։ Դե լավ, չեմ հավատում։ Ամեն ինչ ճիշտ է գրված։ Երանի։ Երևանում եւս այսօր նաեւ 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, բայց վաղը հունվարի 23-ին սպասվում է ձյունիկ։ 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 Ձյունիկ թե ձյուն։ Ձյունիկ։ Ձյունիկ։ Այո, այսպեսի է վիճակը, դե այսօր այսօր էլ միջև փաստորեն ինչքան միջև -2 միջև -3 է տվել։ 3 է, չգիտեմ, 1 աստիճան էս կողմ։ Մենքով ցուրտ է, մի խոսքով ցուրտ է, տաք հակեք։ Ամեն ինչը գլխարկ, խնդրում եմ գլխարկ չմոռանաք տանից դուրս գալիս առաջ։ Կախված է եղանակից, եւ քանի որ եղանակից խոսեցինք, ամբողջ աշխարհը ցնցված էր Կամչատկայի ձնառատ տեսարաններից, բայց արյուտես, որ աբոն Աբոն խապել ամբողջ աշխարհին։ Իհարկե ձյուն եկել է նորմայից բարձր, բայց ոչ 5 հարկանի շենքի չափ, աբոն որոշել է մեղմ ասած կատակել մեզ հետ եւ այդպես բոլորը հավատացին, հասկանում։ Գնանք Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներ, տեսնենք ինչ կա չկա։ Փրկարարծառայությունը տեղեկացնում է, որ մեր երկրի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այո, եւ դա մեծապես պայմանավորված է նաեւ եղանակից։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ Բարձր Լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները, Մեղրու Լեռնանցքը, Գնդեվազ Ջերմուկ, Ջերմուկի Խաչմերուկից մինչեւ Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար,
Վարդանյանց Լեռնանցքը, Թթուջուր, Նավուր ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար եւ դժվարանցանալի մյուս տրանսպորտային միջոցների համար։ Այս տեքստը կարդաց ուզում եմ այսպես անեմ, բայց քարտեզ չկա էլի։ Չէ, դրա համար չէ, այսպես եմ ոչ թե քեզ։ Նոյեմբերանից Ոսկեպար ավտոճանապարհը դժվար անցանելի է կցորդով բեռնատարների համար։ Նաև տեղեկացնենք Շիրակի, Լոռու, Տավուշի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նայիրի, Սիսյանի, Գորիսի, Աշոտսկի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մեր կա սառույցը, իսկ Շինուհայր, Հարժիս եւ Շինուհայր Տաթև ավտոճանապարհներին բուք է։ Ապրես։ Ինչ վերաբերում է Լարսին։ Դե ասա, ինչ ասա։ Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միտեղ փակ է, միտեղ բաց է։ 3 փակ էր, թե 3 չէ առաջին օրն էր փակ։ Հիմա այսօր բաց է։ Լավ։ Տեսնենք ինչ է կատարվում Երևանի փողոցներում։ Ինչ իրավիճակ է այս բան 5 բալ, ասում քեզ 5 բալ մարդիկ բարձում է քնած են դեռ ցուրտը չի ստիպում գնալ աշխատանքի։ 5 բալ ուժգնությունն է այս պահին։ Տարօրինակ չի որ 5 է։ Խցանումների դե ասում մարդիկ դեռ ցուրտ իրենց տներում են, բայց ունենք վթար։ Եվ այն էլ 2 վթար հիմա։ Ահա, մի վթար կա այս պահին, հիմա տեսնենք թե որ փողոցն է սա։ Ասա։ Կորյունով իջնում ենք Մաշտոցի փողոցի սկիզբ փաստորեն, հա, էլի։ Ունենք վթար աջ կողմում է։ Դե եւ մեկը չէ, էլի ունենք վթար, դե ոնց են հաջողացնում առավոտ շուտ։ Աբովյան փողոցի վրա վթար, Աբովյան Մոսկովյան խաչմերուկի վրա երկրորդ վթարը։ Բայց ֆիքսել ես, երբ խցանումները իսկապես քիչ են, ավտովթարներն ավելի շատ են։ Երևի խցանման ժամանակ որ շատ դանդաղ են գնում, չգիտեմ, նոնսենս է, չեմ կարող բացատրել ինչով է պայմանավորված։ Բայց արի ուտես իրավիճակը տանելի է հիմա։ Դա Իսակով Պողոտան ինչպես մշտական ունի խցանում ամերիկյան դեսպանատան շրջակայքում։ Դե Սարալանջը, Կոմիտասը, Կիևյանը, տեսնում ենք, Հալաբյանը բաց է փոխարենը։ Մենք եկանք բաց։ Մեզ էին սպասում, դիմավորում էին։ Աթենքն էլ ոչ այնքան ուժեղ, բայց խցանում կա։ Տարօրինակ չի, որ այսօր խցանումը քիչ է։ 5 բալ է մի խոսքով խցանումները վայելեք։ Գնանք տեսնենք օթային տարածքներում ինչ է տեղի ունենում։ Ժամանումների սանդղակն ենք նայում, տեսնում ենք իջանք, այո։ Վաղար ժամ 1 վայրեջք կա, Բեյրութի թռիչքը 10:10-ի փոխարեն վայրեջք է կատարում 9:20 արդեն կատարել է։ Այո, արդեն կատարել է 9:26-ին, այնպես որ եթե չեք հասցրել արագացրեք, որպեսզի ձեր հարազատները երկար չսպասեն։ Բեյրութից եկող բարեկամները շուտ են ժամանել, շուտ են եկել։ Աղեք։ Դե լավ, ինչ որ բան են չասացի երևի թե մնացյալ վայրեջքները ժամանակին են տեղի ունենալու։ Հիմա թռնենք, որևէ օթանավ այլ երկրի տարածք չի գնա, մտածելով թե տեսանելիությունը այդքան էլ լավ չի։ Թռնելու տեսանելիությունը շատ པարզ է, մաքուր է։ Տեղը տեղին։ Ամեն ինչ ժամանակին է։ Այո, ամեն ինչ ժամանակին ու գնում եք կթռնեք, մի ուշացեք։ Այո։ Չմոռանաք անձնագիրը, ի վերջո։ Հա, դա ամենակարևորն է։ Դե տոմսերի մասն էլ չենք խոսում, մեծամասամբ դրանք on-line են։ Գնանք տարադրամի շուկան եւ տեսնենք օրվա ինչ փոխարժեքներ է սահմանել Հայաստանի կենտրոնական բանկը։ Ամերիկյան $1 օրվա փոխարժեքը 379 դրամ է, 1 եվրոն 443, ռուսական 1 ռուբլու փոխարժեքը 408 դրամ է, վրացական լարին 140 եւ արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի օրվա փոխարժեքը 103 դրամ է։ Կայուն պահպանում է դիրհամը իր դիրքերը փաստորեն։ Որովհետեւ Արաբական Միացյալ Էմիրություններում իսկական հանգստի սեզոն է հիմա, հաճելի եղանակ։ Իսկական։ Ինչ անենք, շարունակենք։ Այո, հիմա շարունակենք, գնացինք լավ երաժշտություն մեզ ուղեկցում։ Բարի լույս բոլորին։ Ոչ մի եղանակ մեզ չի խանգարի երբերու ես կարոտում եմ արևի հետ սպասում եմ քեզ Երանից լինես ժպիտով քո վարակես Երանի դու ինձ գրկես քո սիրով ինձ հետ կիսվես Երանից լինես ժպիտով քո վարակես
Երանի դու ինձ կրկես Քո սիրով ինձ հետ կիսվես Մեր ներսում գարնան Արևն է ակնացել Քո գերին եմ ես Քեզ եմ հանձնվել Երբերու ես Կարոտում եմ Արևի հետ սպասում եմ քեզ Երանի ինձ հետ լինես Ժպիտով քո վարակես Երանի դու ինձ կրկես Քո սիրով ինձ հետ կիսվես Երանի ինձ հետ լինես Ժպիտով քո վարակես Երանի դու ինձ կրկես Քո սիրով ինձ հետ կիսվես Երանի ինձ հետ լինես Ժպիտով քո վարակես Երանի դու ինձ կրկես Քո սիրով ինձ հետ կիսվես Երանի ինձ հետ լինես Ժպիտով քո վարակես Երանի դու ինձ կրկես Քո սիրով ինձ հետ կիսվես Երանի ինձ հետ լինես Ժպիտով քո վարակես Երանի դու ինձ կրկես Քո սիրով ինձ հետ կիսվես Երանի ինձ հետ լինես Ժպիտով քո վարակես Երանի դու ինձ կրկես Քո սիրով ինձ հետ կիսվես Երանի ինձ հետ լինես Ժպիտով քո վարակես Երանի դու ինձ կրկես Քո սիրով ինձ հետ կիսվես Երանի ինձ հետ լինես Ժպիտով քո վարակես Երանի դու ինձ կրկես Քո սիրով ինձ հետ կիսվես Երանի դու ինձ հետ լինես Երանի դու Ժպիտով քո վարակես Երանի դու ինձ հետ լինես Երանի դու Ժպիտով քո վարակես Սուրճ ու սեր առավոտից Դե իհարկե սուրճ ու սեր առավոտից եւ այն էլ հանրային ռադիոյի ուղիղ եթերում 9:47 Ես կասեի տաք սուրճ, որովհետև ձմռան այս ամիսներին հատկապես տաք սուրճ, այսպես զգում ես տաքությունը, փչում ես նորից խմում, որ հանկարծ չվառվես, մի խոսքով ձեզ մաղթում ենք լավ տրամադրություն, սուրճի եւ մեր հաղորդման ուղեկցությամբ հարգելի ռադիո լսողներ, ձեզ ներկայացնում ենք կարևոր տեղեկություններ, որոնք ձեզ պետք կգան օրվա ընթացքում, հուսանք լիահույս ենք, որ օգտակար կլինենք ձեզ։ Այո, հուսանք օրը կլինի բարի բոլոր առումներով եւս մեկ անգամ հիշեցնենք հունվարի 22-ն է օրը 5 շաբթի բացում ենք օրացույցը եւ մի քիչ կժպտանք հիմա։ Մի քիչ կժպտանք հատկապես որ առաջին այս օրը միջազգային օր է բայց ես ուրիշ բան կարդացի։ Լինում է չէ հաճախ երբ բառը տեսնում ես ուրիշ բան ես կարդում։ Ինչպես ես հորոմը կարդում եմ հռոմ։ Ապրես։ Այստեղ եթերում չէ՞ լի, բայց սխալ չհասկանա կյանքում։ Ադիբուդի ծննդյան օրն է, բայց ես չգիտես ինչու կարդացի абսուրդի ծննդյան օր։ Պատկերացնում ես փոխիր։ Ես ուզում եմ որ հիմա բոլորը ծափարեն Ադիբուդի սիրահարներին։ Դու չես սիրում։ Ես հատկապես ֆիլմ դիտելու ուշադրությամբ հետո ինչպես տղաս է պատրաստում եւ այդ բույրը գցում է տնով մեկ եւ սկսում է խրտ-խրտացնել մի ամբողջ երեկո։ Ոչ, բակում եմ դուրս սենյակի։ Ասում ես դե հերիք է։ Բավական է։ Այսօր այդ պատկանց օրն է, Ադիբուդի սիրողների օրն է։ Բավական է խրտ-խրտացնեք։ Բայց դե ֆիլմ դիտելուց Ադիբուդին լավագույն ուղղակի։ Արի քիչ հետո Աբոյին հարցնենք։ Ինչ գիտի Ադիբուդի մասին առհասարակ։ Մի քիչ հետո կհարցնենք։ Շարունակենք օրացույցը։ Ես ուզում եմ հասկանալ սա ինչ տոն է, էլի միջազգային տոն է 7 քողերով բարի օրը։ 7 քող ենք գցում, բարում ենք, դա էլ դիհար։ Պատկերացնում ես 7 քողերով բարի օր։ Բայց միջազգային է, տոնը միջազգային է եւ ոչ թե ազգային։ Դատապիտ է։ Գնանք նահանգներ, ինչպես միշտ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային օրացույցը հարուստ է հետաքրքիր տարօրինակ տոներով։ Իմիջիայլոց սա առաջին տոնը ինձ շատ դուր եկավ, հետաքրքիր է, կոչվում է կյանքի տոն։ Եվ մեկը մյուսին ո՞նց է շնորհավորելու։ Կյանք, տոնը շնորհավոր։ Տոնը շնորհավոր։
Հիմա այդպես է։ Հիմա արի մեր գործընկերներին էլ ասենք, կյանք տոնը շնորհավոր Սուսաննային էինք դիմում, ստացանք օթային պաչիկներ։ Արեն ռադիոյով էսուրեն հասել։ Դե կյանքի տոնն է։ Կյանքի տոնն է, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կա ազգային տոն, որ նշում այսօր հունվարի 22-ին։ Ընդհանրապես պետք է մի քիչ թեթև նայել շատ իրավիճակների։ Բայց դա դրա մենը չէ։ Ահա, դեռ ժպտալու Արի հաջորդ տոնը ներկայացնենք։ Ահա, շատ լավն է։ Ես ի դեպ եղել է որ պատասխանել եմ այդ կենթանու հարցերին։ Հաճախ, այո։ Նահանգներում այսօր նշում են կատվի հարցերին պատասխանելու ազգային օրը։ Դու ես կատու ունեցել տանը, երբևէ չես նկատել, որ ինքը հարց է տալիս իր մնում էր նստի կատվի հետ խոսել։ Ես չեմ խոսում։ Նրանք խոսում են, շատ լավն են, ինչ խոսք, կատուները յուրատեսակ են։ Կատվի այդ ամենիցից հետո մաքրելու որ ազգային օր։ Ինքը պիտի մաքրի։ Ինքը մաքրասեր է շատ։ Բա իհարկե, շունը ամբողջությամբ հավատարիմ է, քեզ անում է այն ինչ դու ցանկանում ես, իսկ կատուն այնպես է անում, որ դու անես այն ինչն է ցանկանում է։ Սպիտակ բրաունի օր է նշում նահանգներում այսօր։ Լավ, նաև հավելեմ, այստեղ հակադարձեմ, կծու սոուսի ազգային օրն է այսօր, որ մենք շատ ենք սիրում բոլորս համարում ենք։ Սիսերանախշի ազգային օր նշում են։ Սիսերանախշ։ Լավ։ Լավ։ Մարդկային կյանքի սրբության ազգային օր։ Դե սա կարող ենք միացնել կյանքի տոնին, եթե ենթադրում եմ մտքային գաղափարային մոտ են, էլի զուտ դրա համար։ Նաև ասենք, որ հարավային խոհանոցի ազգային օրն են նշում Միացյալ Նահանգներից եւ շատ ցուրտ տեղից եկվորի օրեն նշում նահանգներում։ Այսինքն եթե մենք հիմա վեր կենայինք ու գնայինք Միացյալ Նահանգներ, այնտեղ մեզ կշնորհավորեին այս տոնի առիթով։ Այո, մենք էլ կարանք իրաշնորհենք, ցուրտ տեղից են գալիս, չէ՞։ Այո։ Ցուրտ տեղից եկան։ Նաև Միացյալ Նահանգներում մասնագիտական գործունեության ազգային օրն է։ Շատ լավ օր է, որը շուտով AI-ի թեթև ձեռքով գուցե կորչի, հոդս ծնդի։ Գնանք այլ երկրներ, տեսնենք ինչ կա չկա։ Իսլանդիայում նշում են ամուսինների օրը, Լեհաստանում պապիկների օրն են նշում այսօր։ Բոլիվիայում նշում են բազմազգ պետության հիմնադրման օրը, ֆրանկո-գերմանական օրն են նշում Գերմանիայում եւ Ռուսաստանում կան հետաքրքիր տոներ, ջերմաստիճանի տոն։ Տեսնես այսօր ինձ միշտ զավեշտալի է լինում, երբ ռադիոհաղորդավարը ռուսական ռադիոկայաններից ասում է. «Օ, այսօր հրաշալի եղանակ է, -10 աստիճան» ու ուրախանում են, էլի։ Մենք արդեն այստեղ սարճում ենք այդ -10-ից։ Տաջիկստանում Մաքսավորի օրն են նշում, Ուկրաինայում Միասնության օրն են նշում։ Ռուսաստանում նշում են նոթատետրի գրառումների թարմացման օրը։ Շատ լավ է, ի դեպ շատ հոգեբաններն են հատկապես խորհուրդ տալիս միշտ պահել նոթատետրեր եւ գրիչով գրեք, այլ ոչ թե հեռախոսի մեջ կամ համակարգչով, որովհետեւ ձեռքի շարժումները եւս նպաստում են եւ միտքն եք հանձնում թղթին եւ դատարկվում եք, խաղաղվում եք, հոգեբանական շատ կարեւոր ազդեցություն։ Դու նշեցիր, որ Ֆրանսիայում նշում են ֆրանկո-գերմանական օր։ Ես նշեցի Գերմանիայում են նշում երկու երկրներում իրար հետ նշում են, իրար հետ, դե հա, ֆրանկո-գերմանական։ Ապրեն, գնանք իրադարձություններ 1974-ին Վիկտոր Համբարձումյանը ընտրվել է Նյու Յորքի ակադեմիայի պատվավոր անդամ։ Իսկ հիմա գնանք եւ ճշտենք, տեսնենք թե ովքեր են ծնվել պատմության մեջ այսօրը։ Եվ այսպես, անգլիացի ֆուտբոլիստ պաշտպան Ջոնաթան Վունդգեյթը ծնվել է 1980 թվականի այսօրը։ Խորհրդային կինոռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնն է ծնվել այսօր 1898-ին։ Նաև Ամերիկահայ քանդակագործ Հայկ Բադիկյանը 1876-ին։ Անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնի ծննդյան օրն այսօր 1788-ին է նա ծնվել։ Եվ անգլիացի փիլիսոփա պատմաբան Ֆրենսիս Բեկոնը ծնվել է 1561 թվականի հենց այսօրը։ Նաև եւս մեկ կարևոր հոբելար ունենք այսօր, մարդ ով մեծ հետք է թողել հայկական երաժշտության առհասարակ, այսպես պատմության մեջ կոմպոզիտոր, դաշնակահար, խորհրդային միության եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արնո Բաբաջանյանի ծննդյան օրն է այսօր։ Ուզում եմ ասել Արնո Արությունիչի ծննդյան օրն է այսօր։ Երկեր, որոնք մշտապես մի երգ ես ընտրեմ այսօր լսենք, եթե դեմ չես, խնդրում եմ թողնուր մի երգ ընտրեմ։ Ինչ խոսենք, ես կընտրեմ այդ երգը, եթե դեմ չես։ Հիմա կընտրեմ։ Դու խոսի։ Արնո Բաբաջանյանի երգերը մեկը մյուսից հիթ են եղել եւ կան սիրված, մշտապես հնչում են մեր եթերներում եւ կարծում չկա հայ, ով չսիրի նրա երգերը։ Դե անհնար է չսիրել նրա։ Ես կարծում եմ, որ այստեղ նույնիսկ ազգությունը այդքան էական չէ, երգերն այնպիսին են հոգեթով են, որ անկախ քեզնից սկսում ես լսել։ Լավ երգ եմ ընտրել։ Լավ երգ ես ընտրել, ես ունեմ իմ իհարկե նախընտրելի երգերի տարբերակները, բայց մենք ունենք եւս մեկ օրվա հոբելար,
Նրա երկն էլ կարող ենք հնչեցնել այսօր։ Երկուսին էլ կհնչեցնենք, ասա ում Այսօր արի շնորհավորենք Իսրտեն նաև վարպետին, ժողովրդական երգերի մեկնաբան, Հայաստանի վաստակավոր արտիստ մեր սիրելի Մրոյին, Արսեն Գրիգորյանին, այսօր նրա ծննդյան օրն է։ Հարգելի Արսեն Գրիգորյան, սրտան շնորհավորում ենք եւ մաղթում առողջություն։ Սա ամենակարևորն է։ Մրոյի երգերից դեռ կլսենք, իսկ մինչ այդ Լուսինեի ընտրությամբ Արմեն Բաբաջանյանի սիրված ստեղծագործությունից մեկն ենք լսում հիմա։ Գիշերը մութ է և անհուն է, գիշերը ցուրտ ու անձրևով, կանգնեց մեկի երջանկությունը, գետի բացվող կամուրջի մոտ, սիրո ճամփին այդ կամուրջները, պատնեշի պես են բարձրանում, բացվող կամուրջի մոտ քեզ կփարվի բախտի տանուրջը նրա ճամփին միշտ կաղեր և շատ անգամ թողած կամուրջը մարդիկ անհույս դառնում են ետ սիրո ճամփին այդ կամուրջները պատնեշի պես է բարձրանում ախ կամուրջներ կարոտ սրտերը ինչու եք բաժանում բայց կժպտա շուտով լույս այգը կանցնի գիշերը այս ամպոտ անմար պահիր հույսիդ կրակը քո դեմ բացվող կամուրջի մոտ սիրո ճամփին այդ կամուրջները պատնեշի պես են բարձրանում կամուրջներ կարոտ սրտերը ինչու եք բաժանում բայց կժպտա շուտով լուսայ Իհարկե կժպտա շուտով լուսայգը, ինչպես մեր գործընկեր Հասմիկ Մարտիրոսյանը ժպտալով մտավ մեր Այո, խաղաղ բարի ինչպես լույս, միշտ, բարի լույս, Բարի լույս, բարի լույս, Եկար կամրջելու, շպիտով, եկար կամրջելու ռադիոլուրը նաև։ այո, Այսօր Արնո Բաբաջանյանի ծննդյան տարեդարձ է, եւ այդ առիթով էինք լսում նաեւ։ Իսկ ինչ կասես Ադիբուդի մասին, այսօր Ադիբուդի միջազգային օրն է։ ինչ ասեմ, Շատ Տիգրան։ արագ ժամանակը կարճ է։ Սիրում ես Ադիբուդի պատրաստում ես։ Օրինակ Տիգրանը նյարդայնանում է։ եմ, բայց այդքան չեմ սիրում, բայց պատրաստում եմ, աղջիկս սիրում եմ։ Իսկ գուցե ինքը պատրաստի եւ Դեռ այդ տարիքում չի որպեսի պատրաստի, բայց չէ, ես սիրով պատրաստում պատրաստում եմ։ եմ։ Դե ուզում ես մենակ դու չտանջվես, հա, Հասմիկն էլ տանջվի, որ Եվ երեխա այդ բույրը պատրաստի։ ամբողջ տնով մեկ այդպես տարածվում է, Ինչև է։ սկսում են ուտել, խրթխրթալ, նյարդերի Ու ֆիլմ են նայում։ Ես ասում եմ, որ ֆիլմ դիտելու համար լավագույն ընկերներից մեկը, տարբերակներից մեկը իհարկե Ադիբուդին է։ Ասմիկ այսօր ինչ լուր ես բերել մեզ համար։ Բոնուս, որպես բոնուս։
Բոնուս ես լսեցի, որ դուք քննարկում եք հիշողության մասին եւ փորձեցի գտնել ինչ կա համացանցում, վերջին տեղեկությունը փոխանցեմ։ Իդեպ քննարկում են նաեւ լուր հոգնածությունը կապում են հիշողության հետ, դա ուղիղ կապը հետեւյալ կերպ են մասնագետները նշում, մարդիկ մշտական հոգնածություն ունեն նույնիսկ բավարար քնելու դեպքում եւ այդ երևույթը անվանում են լուր հոգնածություն, խոսքը միայն ֆիզիկական ուժասպառության մասին չէ, հաճախ մարդիկ տեղեկատվությունից են հոգնում, արագ տեմպից եւ մշտական հասանելի լինելու այդ մտայնությունից։ Մենք լուրերից չենք հոգնում, Հասմիկ ջան։ Էմոցիոնալ վարժվածություն են անվանում երկու բառով այդ ամբողջը։ Կարևորը որ ոչ ոք չի չեղարկել ուղեղի օգտագործումը, դա շատ կարևոր է։ Շուտով կչեղարկեն։ Քեզ բարի եթեր։ Շնորհակալություն։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է աշխատանքը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, կարևորի մասին նախ համառոտ։ Վարչապետ Փաշինյանը Դավոսում է, ԱՄՆ նախագահը հրավիրել է ստորագրելու խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Կառավարությունն էլ այսօր հավանություն կտա խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը։ Թրամփը հրաժարվում է Եվրամիության երկրների նկատմամբ մաքսատուրքերի սահմանումից Գրենլանդիայի շուրջ բանակցությունների ֆոնին։ Այս ամենի մասին վարքյաններ անց։ Եվ այսպես վարչապետը աշխատանքային այցով արդեն Շվեյցարիայում է, աշխատակազմից հայտնում են, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ԱՄՆ նախագահի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Կառավարությունն էլ այսօր հավանություն կտա խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը, նախագիծը ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում եւ կանոնադրության նախագծում նշվում է, որ յուրաքանչյուր հրավիրված երկիր խորհրդում կարող է անդամակցել առավելագույնը 3 տարի անդամակցության պահից սկսած։ Սահմանափակումը չի վերաբերում այն երկրներին, որոնք առաջին տարվա ընթացքում խորհրդի դրամական ֆոնդին կվճարեն առնվազն $1 միլիարդ։ Նշվում է, որ այդ միջոցները կուղղվեն խորհրդի մանդատի իրականացմանը, գազայի վերականգնմանը։ Շարունակենք թեման, Ռուսաստանը խաղաղության խորհրդին միանալու հրավեր է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից եւ շնորհակալ է դրա համար։ Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ ճեպազրույցի ժամանակ։ Եվ Պուտինը արձագանքելով Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հարցին ընդգծել է. մեջբերում մենք անձնական հրավեր ենք ստացել ԱՄՆ նախագահից միանալու նրա նախաձեռնությանը ստեղծվող նոր միջազգային կառույցին, նախ եւ առաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահին այս առաջարկի համար։ Մեջբերման ավարտը։ Իսրայելի եւ Թուրքիայի մասնակցությունը Գազայի խաղաղության խորհրդում, որը ստեղծվում է, ինչպես նշեցինք, Թրամփի կողմից, կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը եւ ներկայիս լարվածության մեղմանը։ Նման հայտարարություն էր արել ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթկոֆը եւ մասնավորապես ասել է, որ նա գիտի խորհրդին միանալը շատ կարեւոր է, նշեն, որ Սթիվ Ուիթկոֆը զրուցել է Իսրայելի վարչապետի հետ եւ ասել է. մենք գիտենք Իսրայելի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Կատարի միջև որոշակի լարվածություն կա, փորձում ենք ապահովել երկրների միջև երկխոսությունը։ Կարևոր թեմայի մասին ԱՄՆ նախագահը չեղարկել է Գրենլանդիային աջակցող Եվրամիության երկրների համար փետրվարի 1-ից նախատեսվող մաքսատուրքերը, այս մասին Թրամփը գրառում է արել տեղեկացնելով մեջբերում Միացյալ Նահանգները չի կիրառի հայտարարված ներմուծման մաքսատուրքերը եվրոպական երկրների նկատմամբ կապված Գրենլանդիայի իրավիճակի հետ, քանի որ գործարքի ուրվագծերը հայտնի են դարձել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ ունեցած շատ արդյունավետ հանդիպման հիման վրա մենք մշակել ենք ապագա համաձայնագրի շրջանակ, որը կներառի Գրենլանդիան եւ իհարկե ամբողջ արկտիկական տարածաշրջան։ Այս փոխհմբռնման հիման վրա ես չեմ սահմանի այն մաքսատուրքերը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին փետրվարի 1-ից, ասել է Թրամփը։ Եվ այսպես միջազգային լրատվամիջոցները ընդգծում են Թրամփը լրացուցիչ մաքսատուրքեր չի կիրառի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո եւ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում ոսկե գմբեթի շուրջ։ Իսկ ինչ է ոսկե գմբեթը, հիշեցնում են, որ դա լայնամասշտաբ հակահրթիռային պաշտպանության համակարգ է,
որի շինարարության մեկնարկի մասին Թրամփը հայտարարել էր անցյալ տարի։ Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 1-ից Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդերլանդներից եւ Ֆինլանդիայից Միացյալ Նահանգներ ուղարկվող բոլոր ապրանքների համար գանձվելու էր 10%-անոց մաքսատուրք։ Երեք ԱՄՆ նախագահը ելույթ է ունեցել Դավոսի միջազգային տնտեսական ֆորումում, դիմել է ներկաներին ասելով, որ այստեղ հավաքվել են ընկերներ եւ մի քանի թշնամիներ։ Սպիտակ տան ղեկավարը սկսել է խոսքը ԱՄՆ նախորդ վարչակազմին ուղղված քննադատությամբ, նշելով, որ դեմոկրատները թույլատրել են Միացյալ Նահանգները, սակայն իր թիմին հաջողվել է հակառակը շտկել իրավիճակը։ Թրամփը նաեւ համոզված է, որ եվրոպական մայրցամաքը սխալ ուղով է շարժվում եւ վերածվել է խնդրահարույց տարածաշրջանի, թեև ինքը սիրում է Եվրոպան եւ ցանկանում է, որ այն բարգավաճի։ Հիմնական խնդիրների շարքում Թրամփը նշել է պետական ծախսերի ավելացումը, միգրացիան, ներդրումների կրճատումը եւ ասել. «Մեզ պետք են ուժեղ, ոչ թե թույլ դաշնակիցներ»։ Համառոտ անդրադառնանք Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումներին, Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները այսօր կմեկնեն Մոսկվա, որտեղ նախագահ Պուտինի հետ կքննարկեն ուկրաինական խաղաղության ծրագիրը։ Ուիթքոֆն ասել է, որ հանդիպման առաջարկը ռուսական կողմինն է, կարծում եմ, որ դա նրանց կողմից շատ խոսուն քայլ է։ Ընդգծել է ամերիկացի բանագնացը, վստահեցրել, որ վերջին 2 ամսում մեծ առաջընթաց է գրանցվել ամերիկյան ծրագրի շուրջ։ Տեղեկացնենք, բրիտանական Financial Times-ը հղում անելով 6 աղբյուրների հաղորդում է, որ Ուկրաինայի, Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջև Դավոսում ընթացող ֆորումում նախատեսված $800 միլիարդ Ուկրաինայի վերականգնման ծրագրի մասին հայտարարությունը հետաձգվել է, սա տեղի է ունեցել Գրենլանդիայի եւ Թրամփի առաջարկած այսպես կոչված խաղաղության խորհրդի շուրջ եվրոպական մայրաքաղաքների եւ Վաշինգտոնի միջև առկա անհամաձայնությունների ֆոնին։ Նշենք, որ Զելենսկին հրաժարվել է անդամակցել եւ մաս կազմել խաղաղության խորհրդին, քանի որ հրավեր ուղարկվել է նաեւ Ռուսաստանի նախագահին։ Financial Times-ը ընդգծել է, որ ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները Ամերիկայի պետք է քննարկեին այս հարցը երկուշաբթի, սակայն ներկայացուցիչները չեն ժամանել բանակցությունների։ Ուկրաինայի նախագահին մոտ կանգնած աղբյուրներն էլ ասել են, որ նա հրաժարվել է մեկնել Դավոս, եթե չերաշխավորեն Թրամփի հետ բովանդակալից հանդիպում, որտեղ կստորագրվի Ուկրաինայի վերականգնման ծրագիրը։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյան, ինչպես կզարգանան իրադարձությունները, հետևեք այցելելով Հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջ armradio.am ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Darun elning tohvat
Սուրճ ու սեր առավոտից։ 10:12 մենք վերադարձանք հանրայինի ուղիղ եթեր եւ սիրով կրկին ասում ենք բարի լույս բոլորին։ Որքան հասկացաք Տիգրանի սիրտը ամպրոպ է ուզում, բայց չի լինի Տիգրան ջան, չի լինի։ Ողջունում ենք եւս մեկ անգամ բոլորի հարգելի ռադիո լսողներ, հիշեցնում հասանելի հարթակները armradio.am գրում եք եւ մուտք գործում եք տուն, այնտեղ դիտել կոճակն եք սեղմում, հետեւում լայվին եւ իհարկե Հայատար Հայաստանի հանրային ռադիո եք գրում Facebook-յան էջում, եթե դեռ միացած չեք, հետեւում եք լայվին եւ չեք մոռանում ձեր ջերմ խոսքերն ուղարկել հատկապես այսօրվա մեր հյուրին, որովհետև շատ կարևոր մի թեմայի մասին ենք խոսելու։ 55-3702 հեռախոսահամարն էլ դե կա ու կա, որ կարող եք մեզ հետ կապ հաստատել հենց ուղիղ եթերում։ Իսկ խոսքը վերաբերում է երեխաներին լայն ժպիտներ պարգևելու մասին, երեխաներին անհոգություն պարգևելու մասին, ջերմություն ու սեր փոխանցելու մասին։ Տեղեկացնենք, որ փետրվարի 3-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ինչպես նաև City of Smile հիմնադրամը բացառիկ հնարավորություն կընձեռեն ձեզ առաջին անգամ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում վայելելու աշխարհահռչակ մյուզիքլների սիրված մեղեդիներ եւ իհարկե միասին կաջակցենք քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաներին։ Այո, կաջակցենք նաև մեր ջերմությամբ, մեր փոքրիկ լուման ներդնելով բարի լույս։ Սիրով ուզում ենք ողջունել City of Smile բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էստեր Դեմիրճյանին։ Ես շտապեցի կարծես թե։ Բարի լույս, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ, որ նման կարևոր գործ եք անում, որովհետև շատ կարևոր է, երբ մարդը առհասարակ անկախ տարիքից գիտի, որ մենակ չէ եւ կողքին մարդիկ կան։ Իրականում հենց դա է մեծ ուժ տալիս եւ ոգևորում, ոգեշնչում, որ պիտի պայքարեն ու գնան մինչև վերջ։ Միանշանակ ճիշտ եք ասում, շատ կարևոր է, որ իսկապես իրենց կյանքի երևի դժվարագույն իրավիճակներից մեկում հայտնված ընտանիքները եւ հատկապես երևի այս պարագայում ավելի շատ հենց ծնողները, որովհետեւ հաճախ երեխաները փոքր են լինում եւ այդքան էլ չեն պատկերացնում կամ հասկանում ինչով են անցնում, բայց ծնողների համար կարծում եմ իսկապես դա շատ կարևոր է հասկանալ, որ իրենց կողքին կան մարդիկ, որ իրենք միայնակ չեն այս պայքարում եւ անպայման City of Smile-ի միջոցով կամ City of Smile-ի օգնությամբ նրանք կստանան ամբողջ անհրաժեշտ օգնություն։ Հասկանանք ինչ պատմություն ունի առասարակ City of Smile-ի, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ձեր համագործակցությունը։ City of Smile ընդհանրապես ստեղծվել է 2014 թվականին մի խումբ բժիշկներ, արյունաբաններ եւ ուռուցքաբանների կողմից նպատակ ունենալով այն ժամանակ բարձրացնել իրազեկվածությունը մանկական քաղցկեղի վերաբերյալ, ինչպես նաեւ հենց պացիենտների շրջանակում բարձրացնել իրազեկվածությունը։ Սակայն 2018 թվականի ավարտին հոգաբարձուները որոշում կայացրեցին նաեւ ստանձնել երեխաների ամբողջական բուժման ծախսը։ Այդ կարճ մեր պատմությունը։ Իսկ սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին մենք արդեն մի քանի տարի է ինչ աշխատում ենք եւ ամեն տարի ունենք մեկ բարեգործական համերգ, հիմնականում փորձում ենք դա անել հենց փետրվարին, որովհետեւ փետրվարը մենք միշտ դիտարկում ենք որպես ընդհանրապես քաղցկեղի դեմ պայքարի կամ քաղցկեղի մասին իրազեկման ամիս, որովհետեւ փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, իսկ փետրվարի 15-ը հենց մանկական քաղցկեղի դեմ միջազգային պայքարի օրն է։ Դրա համար արդեն մի քանի տարի է, ինչ մենք սիմֆոնիկի հետ անում ենք բարեգործական համերգներ եւ դրա համար անչափ շնորհակալ եմ թե նվագախմբին, թե իհարկե Սերգեյ Սմբատյանին իրենց աջակցության եւ իրենց հավատարմության կամ շարունակական աջակցության համար։ Այստեղ շատ կարևոր մի բան, որ նաեւ երբ դուք փորձում եք մի լավ գործ անել, հա, բարեգործությանը միանալով, դուք վայելում եք ու ունենում եք հրաշալի երեկո, որովհետեւ մյուզիքլների երաժշտությունները դրանք բոլորովին այլ հաճույք են պատճառում, մտովի նաեւ ինչ որ չափ երաժշտությունը տանում ու տեղափոխում է հենց մյուզիքլների, հենց այդ մյուզիքլների աշխարհ, մի տեսակ ձեզ համար, այսինքն մարդը երբ գնում է այդ տոմ
ամսը որպեսի գնա եւ միևնույն ժամանակ բարեգործություն է անում, բայց միևնույն ժամանակ լցնում է հոգին մշակութային գեղեցիկ ինչ որ։ Իհարկե, այնուամենայնիվ դա վայելում է երեկոն, այսինքն ունենում է մի քանի առումներով հաճելի երեկո, մի կողմից ունենում է երեկո եւ որտեղ վայելում է երաժշտություն եւ մյուս կողմից գեղեցիկ երաժշտություն եւ մյուս կողմից իմանում է որ նաեւ դրանով նպաստում է մի երեխայի կամ մի քանի երեխաների առողջացմանը։ Հաճախ են Շատ կարևոր նախաձեռնություն է, այ ընդհանուր առմամբ արձագանքը, երբ նոր եք սկսում այս համագործակցությունը, ինչպիսին էր եւ տարիներ անց արդեն հիմա որ կետում եք։ Կարծում եմ արձագանքը ի սկզբանե շատ լավ էր, որովհետեւ շատ պատրաստական էր Սերգեյ Սմբատյանը, երբ մենք առաջի անգամ իր հետ խոսեցինք եւ հենց առաջի օրվանից էլ մենք խոսեցինք նրա մասին, որ սա պետք է լինի շարունակական, ոչ թե մեկ անգամյա, այսինքն փորձենք դա անել իսկապես ամեն տարի ունենանք մեր այս ոնց որ պլանավորված մեր այս միջոցառումը եւ արձագանքը շատ ջերմ էր եւ կարծում եմ համերգներն էլ յուրաքանչյուր անգամ շատ հաջողված են եղել ինչքան որ արել ենք, այնպես որ նորից եմ ասում շատ շնորհակալ եմ եւ ուրախ եմ որ մարդիկ վայելելով գեղեցիկ երաժշտությունը եւս մեկ անգամ կարողանում են իրենց աջակցությունը ցուցաբերել նաեւ այն երեխաներին, որոնք այս պահին պայքարում են քաղցկեղի դեմ։ Հաճախ երեխաները զարմացնում են իրենց ուժով, իրենց հմտությամբ ու հաճախ շատ բան սովորում ենք այդ երեխաներից։ Միանշանակ իսկապես երբ որ հանդիպում եք, խոսում եք բաժանմունքում բուժվող երեխաների հետ, նախ ցավոք իհարկե շատ արագ են մեծանում, շատ արագ դժվարությունները կոփում են, շատ արագ փիլիսոփայերեն են նայում շատ բաներին, հասկանում են, որ դժվարությունները կամ ինչ որ որոշ բաներից կտրվելը ժամանակավոր, ինչ խոսք խնդիրները, լարվածությունը, բայց դրա հետ մեկտեղ իհարկե մանկությունը որևէ կերպ իրենց մոտից դուրս չի գալիս եւ մնում են նույն երեխաները, որոնք վայելում են խաղալը, վայելում են սիրում են նվերներ, սիրում են անակնկալներ, սիրում են ուրախանալ, կարոտում են իրենց ընկերներին բնականաբար, իրենց տունը, իրենց, չգիտեմ, դպրոցը, մանկապարտեզը, այսինքն ու իհարկե յուրաքանչյուր երեխայի պես շարունակում են երազել, ունեն ինչ-որ նպատակներ, երազանքներ, այնպես որ իսկապես յուրաքանչյուր անգամ շփում այդ երեխաների հետ եւս մեկ անգամ վերագնահատում ես շատ բաներ քո կյանքում։ Ես նաեւ տեսել եմ, թե ինչ հետաքրքիր ավանդույթներ կան, երբ որևէ երեխա ապակինվում է եւ պետք է դուրս գրվի, Չափազանց հուզիչ միջոցառում է, իսկապես չեմ հիշում մի դեպք, որ թե բժիշկները, այսինքն թե բուժանձնակազմը, թե բնականաբար բոլոր մամաները, թե մենք չհուզվենք այդ միջոցառումներին, որովհետև ամեն առումով ես հուզվում ես, որ ունենք հաղթանակ, հուզվում ես, որովհետև կան երեխաներ, որոնք դեռ սպասում են այդ հաղթանակին, հուզվում ես, որովհետև ուրախ ես, որ մենք կարողացանք հասնել դրան, իսկապես ինքը չափազանց, որտեվ հսկայական աշխատանք եւ ջանք կա յուրաքանչյուր հաղթանակի հետեւում, այո, իհարկե թիմային, ընդ որում դա թիմ է եւ բուժանձնակազմը, եւ City of Smile հիմնադրամը եւ հենց ծնողը։ Այդ ծնողի մասին, ծնողին պիտի քաջալերել, չէ՞ որ երեխա ծնող կապն է ամենաուժեղը եւ երեխան զգում է նաեւ ծնողի հոգեբանական վիճակը։ Եվ հենց դա է իրականում City of Smile-ի գործառույթներից մեկը, որպեսզի մենք ծնողի վրայից ամբողջական հանենք այդ ֆինանսական բեռը, այսինքն ծնողը անverջ մտահոգված չլինի, իսկ գումար որտեղից եմ ճարել։ Ուղղակի խնամք անի, այսինքն հոգ տանի իր երեխայի կողքը, պինդ կանգնի իր երեխայի կողքը եւ այդ նյարդային լարված իրավիճակը չունենա նույն ֆինանսական առումով, բայց բնականաբար չենք ասում, որ բնականաբար եթե երեխան ունի քաղցկեղ, ծնողը լինելու է լարված, բայց այլ կերպ է մտահոգված լարված, իսկ այլ բան է, երբ որ դու չգիտես դու գումար որտեղից պիտի ճարես քո երեխայի, այո, եւ կարևոր է դիտակցել, որ դու միայնակ չես, եւ կան մարդիկ, ովքեր քո մեջքի ետևում կանգնած են եւ պատրաստ են օգնության ձեռք մեկնել։ Խոսելով փետրվարի 3-ի սպասվելիք համերգից, տեղեկացնենք, որ նվագախումբը կատարելու է Disney ընկերության պաշտոնական եւ բնօրինակ պարտիտուրներով, էլ ինչ է սպասում համերգի ժամանակ։ Համերգը կարծում եմ ինչպես միշտ կլինի ֆանտաստիկ, վստահ եմ թե կատարման առումով, թե երաժշտական ընտրության
Կրթության առումով Ինչպես միշտ լեփլեցում։ Ինչպես միշտ դահլիճը լեփլեցում, որովհետև կարծում եմ չի լինում այդպիսի համերգ։ Հատկապես հիմա այդ երբ որ երաժշտությունը ավելի ընտրվում է այդ մյուզիկլներից, կինոներից, այսինքն այն երաժշտություն, որը բոլորս ծանոթ ենք, վայելել ենք, ինչ որ հիշողություններ ունենք կինոների կամ մուլտերի շնորհիվ, ավելի կարծում եմ ոգևորությամբ է ընդունվում հատկապես երիտասարդների եւ երեխաների կողմից։ Եվ սա լավ տարբերակ է երեխաներին փոքրուց սովորեցնել դասական երաժշտության մոտ լինելուն։ Իհարկե, որովհետեւ միշտ չի որ դասականը հեշտ է ընկալվում երեխաների կողմից։ Դա հանրամատչելի տարբերակ է, այո, եւ շատ ավելի ոգևորիչ է այն առումով, որ չգիտեմ, հենց մի քանի օր առաջ էինք խոսում սրա մասին, որ երևի 10 տարի առաջ, երբ որ գնում էիր դասական երաժշտության համերգներին, ցավոք սրահում լինում էր երևի 1/3 նստած մարդկանց, եթե ոչ ավելի քիչ, հա, շատ անգամ, որովհետև 10 միգուցե, չէ, 10 երևի որովհետև մարդկանց համար դժվար մաչելի էր, դժվար ընկալելի էր։ Քիչ պիտի բերես բարդությունը, այո։ Որ դու գնում ես սիմֆոնիկի կամ այլ ինչ որ դասական երաժշտության համերգին, դահլիճները իրոք լեփլեցուն են։ Էպես որ չասեք, որ դասական երաժշտություն չեն սիրում, այդպես չի։ Եվ ձանձրալի է, հա, հաճախ ասում, բոլորովին այդպես չի, այո, իսկապես պետք է ուղղակի ճիշտ բան, ճիշտ ուղղությունը գտնել։ Պիտի գնանք, քիչ-քիչ սովորելով, որովհետև երբ սովորում ես հանրամատչելին, հետո այդ նախկինում բարդ թվացող այնքան հաճելի ու ականջահաճելի է դառնում։ Որակյալ երաժշտությունը միշտ իր հետևորդն ունի եւ միշտ իր տեղն ունի անկախ ժամանակային փոփոխություններից։ Սա էլ հիանալի տարբերակ է ծնողներին կոչ անելու, որպեսզի իրենց երեխաների հետ միասին վեր կենան ու գնան վայելեն այդ գեղեցիկ համերգը, օգնելով նաեւ փոքրիկներին։ Այո, հիշեցնենք փետրվարի 3-ին ժամը 7:30 Ժամը 19:39-ից հետաքրում է City of Smile-ը տարվա ընթացքում քանի նման մասշտաբային միջոցառում է ունենում, դեռ տարին նոր է սկսվել եւ ինչպես Սովորաբար մասշտաբային մենք ունենում ենք 3-4 միջոցառում, բայց ընթացիկ բնականաբար բազմաթիվ միջոցառումներ ենք անում ավելի փոքր։ Բնույթը մեր միջոցառումների շատ տարբեր է, այսինքն մենք ունենում ենք տարին 1 կամ 2 համերգ։ Մենք ունենում ենք տարին 2 մեծ բարեգործական ընթրիք։ Մենք ունենում ենք ինտելեկտուալ խաղեր կորպորատիվ կազմակերպությունների միջև, բայց եւ ընթացքում նաեւ բազմաթիվ փոքր միջոցառումներ ենք ունենում, որոնց շնորհիվ նաեւ փորձում ենք թե իրազեկվածությունը բարձրացնել եւ թե իհարկե ֆոնդ հայթայթման գործընթաց անել, որովհետեւ ցավոք սրտի մենք 365 օր ֆոնդ հայթայթմամբ ենք զբաղվում, որպեսզի կարողանանք ապահովել բոլոր երեխաներին։ Մենք չենք ընտրում երեխաներին, մենք ֆինանսավորում ենք բացառապես բոլոր երեխաներին, ովքեր ունեն քաղցկեղ։ Ընդհանուր ծախսն եք ֆինանսավորում։ Ամբողջական ծախսը մենք ֆինանսավորում ենք։ Դա բավականին բարդ գործընթաց է, հայթայթել նաև մարդկանց, որոնք պատրաստ են վճարել, թեպետ ես գիտեմ, որ շատ մարդիկ կան, որոնք այդուհանդերձ գիտակցում են դրա կարևորությունը, ճիշտ բարեգործության հիմքերին են ծանոթ եւ կարողանում են նաև իրենց կարևոր ու մեծ խոշոր լումաններ դնել այս գործին։ Մենք միանշանակորեն նկատում ենք աճ եւ հենց այդ բարեգործակցություն անելու մշակույթի մեջ շատ մեծ փոփոխություն ենք տեսնում, թե կորպորատիվի մեջ, թե անհատականի շրջանակում, անհատների շրջանակում եւ շատ ուրախալի է այդ փոփոխությունը, երբ որ դու տեսնում ես, որ մարդիկ իսկապես հասկանում են կազմակերպությունների միջոցով աջակցության կարիքը եւ նպատակը, որովհետեւ ի վերջո մարդ, որը ուզում է օրինակ նվիրատվություն անել 50,000 դրամ, միգուցե շատ մեծ հարց չլուծի մի երեխայի հարցում, բայց երբ որ նա տալիս է կազմակերպությանը եւ մենք ունենք եւս օրինակ 4 հոգիով նույն այդ 50,000-ից նվիրատվություն են արել, մենք կարողանում ենք արդեն մի խնդիր լուծել մի երեխայի համար եւ իսկապես մենք տարեկան շուրջ 250 երեխա ենք ֆինանսավորում եւ կարիք ունենք մոտ 600 միլիոն դրամի ամեն տարի, որպեսզի կարողանանք բոլոր երեխաներին ապահովել ամբողջությամբ։ Քանի որ մեզ լսում են ամբողջ աշխարհում, ձեր հարթակները cityofsmile.org Այո։ Ինչպես նաև Facebook-ում ենք, Instagram-ում ենք, LinkedIn-ում ենք, նվիրատվություններ անել կարող են ցանկացած տեղից, Ամերիկայում նույնպես կարողանում են անել նվիրատվություններ եւ ստանալ հարկազատում, որովհետեւ ունենք նաև Ամերիկայում գրանցված կազմակերպություն, բայց ամեն դեպքում նվիրատվություններ անելը կայքի միջոցով բավականին հեշտ է,
արագ է եւ իհարկե շատ խրախուսում ենք ամսական բաժանորդագրությունները, որովհետեւ դա էլ մեզ համար շատ կարեւոր է, որ մենք ունենանք ստաբիլ են։ Սա էլ ուրիշ մշակույթ է մի տեսակ ու շատ լավ մշակույթ։ Եվ ասենք, որ ամենը թափանցիկ է եւ կայքում տեղադրված է, բոլորը կարող են տեսնել ուր են ուղղվում Այո, միանշանակ։ Այստեղ հավատի գործոնն է նաեւ շատ կարեւոր դերակատարում ունենում, որովհետեւ մարդը պետք է վստահի, պետք է հավատա, ում է վստահում իր գումարը եւ ինչ ճանապարհով է այն ծախսվելու։ Եվ հենց դրա համար մեր առաջի օրվանից մեզ համար այդ թափանցիկությունը եղել է կարևորագույն գործոններից մեկը։ Առաջի օրվանից թե մեր բոլոր նվիրատուները, թե մեր բոլոր ծախսերը ներկայացված են մեր կայքում, ինչպես նաև բոլոր երեխաների մասին պատմությունները, ինչպես նաև տարեկան աուդիտները, որովհետև իսկապես այո, կարևոր է որ մինչև մարդը չվստահի նվիրատվություն չի անի եւ մեզ համար շատ կարեւոր է որ նույնիսկ եթե ինչ-որ մարդ հարց ունի անպայման մեզ դիմի մենք սիրով փորձենք դա ավելի այլ կերպով նաև բացատրենք, եթե մեր հաշվետվությունների մեջ լավ չի երևում օրինակ։ Այստեղ բայց տարիների աշխատանքն էլ արդեն վստահության մի կարևոր փուլ է, որ մարդիկ արդեն գիտեն ձեր գործունեությունը եւ գիտեն, որ ամեն ինչ կարգին է ու դե մենք արդեն 1000-ից ավելի երեխա ենք ֆինանսավորել, որոնցից շուրջ 600-ը ավարտել են իրենց բուժումը, այսինքն հսկայական 1000 երեխա դա Դա մի մեծ պատմություն է, իհարկե։ Եկեք եւս մեկ անգամ մեր հետևորդներին հրավիրենք փետրվարի 3-ին Արամ Խաչատրյան մեծամերգասրահ ժամը 19:30-ին լավ համերգ, դասական լավ համերգ լսելու, ինչ որտեղ երազելու, այո, գեղեցիկ կատարումներ ունկնդրելու Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ դիրիժորն է Սերգեյ Սմբատյանը։ Եվ եւս մեկ կարևոր մի բանի մասին էլ խոսենք, նախկինում էր, տարիներ առաջ էր, որ մենք խոսում էինք այս հիվանդության մասին եւ մտածում էինք, որ դա դատավճիռ է, բայց ժամանակից բժշկությունը բավականին մեծ հաջողությունների է հասել եւ կարող ենք ասել, որ այսօր այդ հիվանդությունն այդքան էլ դատավճիռ չէ եւ բազմաթիվ խնդիրներ, որ նախկինում անլուծելի են, այսօր շատ ավելի արագ լուծվում են։ Այո, շատ ճիշտ է։ Կարևորը հուսալն է եւ չհուսահատվելը։ Այո, շատ ճիշտ է եւ հատկապես երեխաների շրջանում մենք իսկապես շատ լավ առողջացման ցուցանիշներ ունենք։ Շուրջ 70-ից 75% առողջանում է, դա իսկապես մեր նման երկրի համար շատ բարձր ցուցանիշ է, բնականաբար ձգտում ենք էլ ավելի բարձր ցուցանիշների, բայց այնուամենայնիվ այդ յուրաքանչյուր հաղթանակ այնքան ոգևորիչ է, այնքան հուսադրող է, այնքան հուզիչ է, որ իսկապես պայքարում ենք ամեն մի երեխայի հաղթանակի համար։ Եվ հույս տալիս, որ նրանք էլ ձեզ հետ պայքարեն, որովհետև նրանց ուժը շատ կարևոր է այս գործում։ Այս լավատեսական նոտային ուզում ենք նաև շնորհակալություն հայտնել ձեզ, որ եկաք այս առավոտ եւ իրազեկեցիք մեր լսարանին, հիշեցնենք, մենք զրուցում ենք City of Smile բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի հետ։ Նաև շնորհակալ եմ ես էլ հրավերի համար չափազանց, շատ ուրախ եմ այստեղ գտնվել։ Նաև հարգելի ռադիոլսողներ, առաջարկում ենք ավելի ակտիվանալ, որովհետև քիչ անց հենց այդ համերգի երկուական տոմս ռադիոլսողի հետ խաղարկելու ենք, որպեսզի դուք էլ հնարավորություն ունենաք մասնակցելու այդ հրաշալի համերգային ծրագրին, այնպես որ ակտիվանում եք, նախաձեռնությանը միացել են եւ Վիկտորինան ձեզ է սպասում։ Այո, մի փոխեկալիքը շարունակեք մնալ հանրային ռադիոյի հետ։ Calme-toi, s'il te Je ne plaît. peux pas te parler comme t'es comme ça. Tu en fais vraiment trop. Comment oses-tu? Calme! You're the kind of guy the ladies want, and there's a lot of cool chicks out there. I know that I went psycho on the phone. I never leave well enough alone. And trouble's gonna follow where I go. And there's a lot of cool chicks out there. But one of these things is not like the others. Like a rainbow with all of the colors. Baby doll, when it comes to a lover, I promise that you'll never find another like me. I'm the only one of me. Baby, that's the fun of me. You're the only one of you. Baby, that's the fun of you. And I promise that nobody's gonna love you like me. I know I tend to make it about me. I know you never get just what you see, but I will never bore you, baby. And when we had that fight out in the rain, you ran after me and called my name. I never wanna see you
never find another like me. I'm the only one of me. Let me keep you company. You're the only one of you. Baby, that's the fun of you. And I promise that nobody's gonna love you like me. Hey kids, Spelling is fun, girl, there ain't no I-N-T. but you know there is a me. Strike the band of 1, 2, 3. I promise that you'll never find another like me. Girl, there ain't no I-N-T. But you know there is a me. You can't spell awesome without me. I promise that you'll never find another like me. I'm the only one of me. Baby, that's the fun of me. You're the only one of you. Baby, that's the fun of you. And I promise that nobody's gonna love you like me. Girl, there ain't no I-N-T. But you know there is a me. I'm the only one of me. Baby, that's the fun of me. Strike the band of 1, 2, 3. You can't spell awesome without me. You're the only one of you. Baby, that's the fun of you. And I promise that nobody's gonna love you like me. Սուրճ ու սեր առավոտից 10:32 րոպե ուղիղ եթերում ձեզ հետ հանրային ռադիոյի առաջին ալիքն է եւ իհարկե սուրճ ու սեր առավոտից հաղորդումը Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս, ողջունում ենք ձեզ հարգելի ռադիոլսողներ, կարևոր տեղեկությանն էլ ծանոթացանք եւ հիշեցնենք, որ փետրվարի 3-ին 19:30-ին իհարկե լինելու է գեղեցկագույն համերգ, որին կարող եք մասնակցել դուք, տոմս գնելով, նաեւ օգնում եք բազմաթիվ երեխաների ժպիտներ պարգևել եւ մենք նաեւ խաղարկելու ենք հարգելի լսողներ երկուական երկու տոմս մեր ռադիոլսողների հետ Վիկտորինա մենք արդեն զանգում ենք 55:32 տեսնենք ով է մեզ միացել բարի լույս Բարև ձեզ կներկայանաք Տաթևն է միացել Շատ ուրախ ենք Տաթևը Երևանից է մեզ միացել Դալմայից Որտեղից Դալմայի Տաթևն է մեր Տաթևն է Դալմայից Արդեն մերն եք ֆիքսեցիք Տաթև ունեք հնարավորություն փետրվարի 3-ին ուղևորվելու Արամ Խաչատրյան մեծ համերգասրա եւ վայելելու հրաշալի դասական կատարումներ Disney-ի մուլտերից, բայց եթե պատասխանեք 3 հարցի կամ գուցե 3 հարցից 2-ին պատասխանեք։ Ցանկալի 3-ին էլ պատասխանեք։ Պատրաստ եք խաղին։ Կինոսեր եք, ֆիլմեր դիտում եք, թե ոչ։ Չհասկացա։ Ֆիլմեր դիտում եք, կինոսեր եք առհասարակ։ Այո։ Հարցերը կինո երաժշտությանն են վերաբերում։ Պատրաստ եք։ Այո։ Ահա, կարծես թե պատրաստ եք։ Ինչ ուշադրություն, առաջին հարցն է հնչում հիմա։ Այս ֆիլմի երաժշտությունը լսելիս անմիջապես գյուղ ու հումոր ես հիշում։ Որ ֆիլմի մասին է խոսքը։ Իսկ ասած չհասկացա։ Այս ֆիլմի երաժշտությունը լսելիս անմիջապես գյուղ եւ հումոր ես հիշում։ Հայկական շատ սիրված ֆիլմի մասին է խոսքը։ Որ ֆիլմն եք խոսքը։ ասոցացնում գյուղական միջավայրի հումորի հետ, հայկական ֆիլմերից։ Հայկական ֆիլմ։ Մենք ենք Տորմայոյինք։ Չէ։ Ցավոք սխալ պատասխան։ Ես նույնիսկ հուշեցի ձեզ, Հա։ պաստորեն։ Ափսոս, հաջորդը, որ կոմպոզիտորի անունն է ամենաշատը հանդիպում հայկական ֆիլմերի երաժշտության կողքին։ Կարծում հեշտությամբ կարողանաք Շատ հեշտ պիտի պատասխանեիք այս հարցին։ Որ կոմպոզիտորն է ամենաշատը ասոցացնում եք կինո երաժշտության հետ, հայ կոմպոզիտորի մասին է խոսքը։ Դե շատ հայտնի կոմպոզիտոր։ Հա։ Անունն է մոռացա դիգնալը դուրս գրեցի, լսում եմ։ Որ երգը, օրինակ կարող եք գոնե ինչ որ երգել իր ստեղծագործությունը։ Զանոն կողալով Ես Անա Բաբաջանյան։ ոչ, ցավոք սրտի կրկին սխալ է եւ քանի որ արդեն երկու պատասխան է սխալ է, կարծում եմ մենք ձեզ պետք է հրաժեշտ տանք։ Ցավոք ենք, որ չկարողացաք ճիշտ պատասխանել։ Շնորհակալ ենք Ես կարծում եմ, որ հուզմունքն է ձեզ խանգարել, Գուցե, հաջորդ անգամ կստացվի։ Շնորհակալ ենք ձեզ։ Լավ։
Մենք Ինչ։ սպասում ենք ձեր զանգերին հարգելի ռադիոլսողներ 55-3702 տոմսերը ձեզ են սպասում եւ անել 4 տոմս, 2 զույգ, երկու զույգ, այո, երկու ռադիոլսող հնարավորություն ունի շահելու այդ տոմսերը եւ վայելելու այդ հրաշալի համերգային ծրագիրը։ Դե սպասում ենք, զանգահարեք։ I've been known to miss a red flag. I've been known to put my lover on a pedestal. In the end, those things just don't last. And it's time I take my rose-colored glasses off. I already know your type, telling me the things I like. Trying to make me yours for life, taking me for a ride. I already know your type, you can play your cards right. Don't you know I could do this dance all night? Ooh, what you doing? Don't know who you think that you're confusing. I'd be like, ooh, it's amusing. You think I'm gonna fall for an Was a time when that shit might have worked. Was a time when I just threw a match and let it burn. Now I'm grown, I know what I deserve. I still like that too with the lessons I already learned. I already know your type, telling me the things I like. Trying to make me yours for life, taking me for a ride. I already know your type, you can play your cards right. Don't you know I could do this dance all night? Ooh, what you doing? Don't know who you think that you're confusing. I'd be like, ooh, it's amusing. You think I'm gonna fall for an illusion. I really like the way you're moving. Yeah, I just wanna dance with the illusion. Yeah, I just wanna dance with. Yeah, I just wanna dance with. I could dance all. 55-3702 եւ մենք կրկին ընդունում ենք զանգ այս պահին, տեսնենք ռադիոլսողներից ով է միացել եւ արդյոք կհաջողվի նրան շահել համերգի երկու Ասում տոմս։ ենք բարի լույս։ Դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Ալո, Ռադիոլսող, դուք եթերում եք։ լսում ենք ձեզ։ Ալո, 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 ալո։ ալո։ Ռադիոլսող հեռախոսը միացել է եւ գնացել է սուրճ տնելու, սուրճ եփելու պատրաստելու։ եւ չկա։ Մենք լսում ենք ձեզ, չկաք։ Չկան։ Լավ, Թող կրկին փորձեն։ կրկին փորձեք, սպասում ենք ձեր զանգերին, հարգելի ռադիոլսողներ։ Հիշեցնենք, հարցերը վերաբերում են բացառապես Հայկական հայկական կինոերաժշտությանը, շատ հայտնի հայ կոմպոզիտորների անուններ են այստեղ շրջանառվելու եւ իհարկե ֆիլմեր, որոնք հայտնի են բոլորին եւ մի ամբողջ սերունդ է մեծացել։ Եվ նույնիսկ ֆիլմի բառերը անգիր գիտենք եւ դրանք դարձել են հետաքրքիր տարբերակներ, առօրյայում շատ ենք գործածում այդ բառերը 55-3702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարն է, հարգելի ռադիոլսողներ։ Ոչ մի բարդ հարց չունենք։ Դե հա, մի քիչ ուղակի պիտի չլարվեք, զանգ ունենք, արդեն կարող ենք մեր ռադիոլսողներին ասել բարև ձեզ, դուք ուղիղ եթերում եք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ահա, ով է մեզ միացել։ Սիրուշը։ Շատ հաճելի։ Սիրուշը Երևանից, այո։ Ահա։ Երևանից։ Սիրուշ ջան, պատրաստ եք առանց ուզվելու պատասխանել 3 հարցի։ Աջան։ Ես պատասխանեմ, հա։ Լավ, դե եթե պատրաստ եք, սկսենք, ինչ կարծիք ունեք։ Որ ֆիլմն ունի ամենաճանաչելի մեղեդիներից մեկը, նաև այն նկարահանվել է Վրաստանում։ Դե ձեզ տեսնեմ։ Մասուրյանն է։ Ֆիլմ։ Ֆիլմի Կոմպոզիտորը դրեք մի կողմ, հարց եմ տալիս։ Որ ֆիլմն ունի ամենաճանաչելի մեղեդիներից մեկը եւ այն նկարահանվել է Վրաստանում։ Հիշեք։ Վադացի չոտ։ Ինչ։ Տեպոկինոից։ Չէ, ոչ, ցավոք, ոչ սխալվեցիք։ Եվս մեկ հարց եմ ուղում։ Ահա։ Որ ֆիլմն է, որի երաժշտությունը լսելիս անմիջապես մտովի տեղափոխվում եք գյուղական աշխարհ եւ հումորն եք հիշում։ Ախր շատ է, ես նույնիսկ Ինչ։
Գյումրի։ Ֆիլմի անվանումն է մեզ պետք, ֆիլմի անվանումը։ Գյումրին դժվար գյուղական միջավայր մեզ տեղափոխի։ Որ ֆիլմն է։ Մենախության տանգում։ Չէ, ցավոք սրտի ոչ։ Կրկին սխալ պատասխան։ Շնորհակալ ենք ձեզ մասնակցության համար։ Անհամբեր սպասում ենք մեր ռադիոլսողներին, որպեսզի նրանք ակտիվ լինեն, զանգահարեն, հարգելի ռադիոլսողներ։ Ինչպես տղամարդիկ ֆիլմում է։ Այո, տեսար գործածեր իրեն տեղից մի բառ։ Հարգելի ռադիոլսողներ, մի լարվեք եւ փորձեք ուղակի հիշել, մտածել, թե որ ֆիլմն է, ահա, կարծես թե զանգ ունենք եւ տեսնենք, հուսանք այս ռադիոլսողին կհաջողվի պատասխանել գոնե 2 հարցի, ասում ենք բարի լույս։ Դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Ես Էջմիածնից եմ զանգահարել։ Շատ հաճելի է։ Ձեր անունն է, որ ասեք։ Իմ անունը Լիլիա է։ Ինչ է ինձ թվում, որ դուք պատասխանել եք։ Ահա։ Պարզապես չի ստացվում, որ ձեր հետ կապ հաստատեք։ Միշտ կապի մեջ լինեն։ Դե ձեզ տեսնենք Լիլիա ջան, ուշադրություն։ Հաղորդումները տարիներ շարունակ ես լսում եմ։ Շատ հաճելի է։ Ինչի է ինձ թվում, որ դուք ճիշտ եք պատասխանելու։ Գնանք։ Չգիտեմ։ Չգիտեմ։ Պատրաստ եք։ Այո։ Որ կոմպոզիտորի անունն է ամենաշատը հանդիպում հայկական ֆիլմերի երաժշտության կողքին։ Դե ձեզ տեսնեմ։ Ահա։ Մաքսուրյան։ Այո, վերջապես ունենք մեկ ճիշտ պատասխան։ Չենք լարվում, ուղղակի ուշադրությամբ լսում ենք հարցը։ Բոլորը վերաբերում են հայկական կինո աշխարհին, հա, այս հարցերը։ Այո։ Գնացինք։ Որ ֆիլմն ունի ամենաճանաչելի մեղեդիներից մեկը եւ այն նաեւ նկարահանվել է Վրաստանում, հիշեք։ Խաթաբալատ։ Ոչ, ցավոք սրտի սխալվեցիք։ Էլ մի պատասխանեք այդ հարցին, հիմա ուրիշ հարցի ենք պատասխանում։ Ահա։ Հիմա փորձենք հաջորդ հարցին պատասխանել։ Ուցեր գյուղական միջավայրը գտնենք։ Գտնենք։ Այս որ ֆիլմի երաժշտությունն է, որ լսելիս, անմիջապես տեղափոխվում ենք գյուղական միջավայր եւ հումորն անպակաս է այնտեղ։ Դե, սիրված ֆիլմերից է, շատ ենք ցիտում այդ ֆիլմերից։ Մենք ենք մեր սարի։ Այո! Վերջապես այստեղ ծափերել են հնչում։ Քանի որ 3-ից 2-ից պատասխանեցիք, ձերն է 2 տոմսը, խնդրում ենք չանջատել հեռախոսը, որպեսզի մեր շատ սիրելի Լուսինե Նորեկյանը մանրամասները ներկայացնի, թե ինչպես պետք է վերցնեք այդ տոմսերը։ Լավ, շնորհավորում ենք ձեզ։ Փետրվարի 3-ին 19:30-ին 2-ով գալիս եք։ Որովհետև վերջապես ձեզ հետ կապնվեց։ Մենք էլ ենք շնորհակալ, որ ձեզ հաջողվեց կապ հաստատել մեզ հետ։ Ձեզ լավ օր։ Ես լսում եմ ձեզ։ Տիգրանին էլ եմ լավ ճանաչում, ձեզ էլ շատ հաճելի է։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ։ Կներեք էլի տարիներ առաջ ստերեո ստուդիա կար։ Այո։ Հաճիկով Կարեն Վարդանյան։ Վարդանյանին էի լսում, հիմա ձեզ եմ հաճիկով լսում, առաջին օրվանից։ Շնորհակալ ենք շատ, ձեզ լավ օր, շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն։ Մի անջատեք հեռախոսը եւ ձեզ հետ Լուսինեն կխոսի։ Այո, Լուսինեն կշփվի, իսկ մենք ունենք դեռևս մեկ զույգ տոմս։ Այո, եւ ունենք հարցեր, այնպես որ 553702 շարունակեք միանալ մեզ եւ լսել։ Wait till turn my love on. I'm no cheap thrill, I'm a roller coaster ride, baby, jump on. Come on, 'cause baby, if you can't tell, you're what I wanna love on. This doesn't have to be some sort of mathematical equation. Slip off your jeans, slide in the sheets, screaming yes in quotations. Clock in, baby, get to work. Night shift, but with all the perks. Time stamping when you fell in love. Time can't mess with us. If you think about falling, got you covered like garments. I deserve an applause for keeping you up late till you can't see straight. Just wait till turn my love on. Wait till turn my love on. I'm no cheap girl, I'm a roller coaster ride, baby, jump on. Come on, 'cause baby, if you can't tell, you're what I wanna love on. Wait till turn my love on. Wait till turn my love on. You'll get your thrill, just promise you'll be patient with the outcome. Come on, 'cause baby, if you can't tell, you're what I wanna love on. Why are we conversing over this steak tartare when we could be somewhere other than here, making out in the back of a car or in the back of a bar, or we can make a memoir, yeah, on the back wall of the last stall in the bathroom at the bazaar.
I play till I can't see straight. Just wait till I turn my love on. Wait till I turn my love on. I'm no cheap girl and I really cool. The station with the best music. Սուրճ ու սեր առավոտից 10:46 րոպե ոչ միայն սուրճ ու սեր, այլև մրցանակներ եւ Վիկտորինա։ Եվ խաղարկություն ունենք զանգ եւ ողջունենք մեր ռադիոլսողին, ասում ենք բարի լույս։ Դուք եթերում եք։ Ալո, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Ներկայացեք։ Ես Մերին եմ Ասել Երևանից։ է շատ Մերի ջան, ինչի է ինձ թվում որ դուք եք ճիշտ գուշակելու գոնե երկու հարց։ Դե տեսնենք։ Տեսնենք։ Չենք լարվում, պարզապես փորձում ենք ինչ որ նկարագրում ենք, մտովի առաջինը որը կգա, հա, ձեր մտքին որ ֆիլմը որ կգա։ Բացառապես հայկական կինոաշխարհի մասին են հարցերը եւ այսպես գնացինք, պատրաստ եք։ Այո։ Ահա։ Այս ֆիլմի երաժշտությունն ավելի շատ զգացմունք է, քան բառեր, որ ֆիլմի մասին է խոսքը։ Որ ֆիլմում է երաժշտությունը շատ եւ ավելի շատ էմոցիոնալ դաշտ է գնում, քան բառերով։ Հայկական ֆիլմերից։ Այո, այդ ֆիլմը յուրատեսակ է, հուշումներ ենք էլի արդեն անում ստիպված, իր յուրատեսակ գույնն ունի, իր յուրատեսակ Նռանգույնը։ Այո, ճիշտ պատասխան։ Հաջորդ։ Այո, հիմա հաջորդը, որը այդպես էլ համառորեն մեր ռադիոլսողները չեն կարողացել պատասխանել, հուսանք այդ պատասխանը դուք կտաք, որ ֆիլմն ունի ամենաճանաչելի մեղեդիներից մեկը, այն նաև նկարահանվել է Վրաստանում, Տիգրանն էլ հուշում ունի։ Ռուսաստանում։ Այո։ Մրցանակը։ Այո։ Մրցանակը արդեն ձերն է, բայց եկեք երրորդ հարցն էլ տանք, էլի, որովհետև այս ֆիլմն էլ է շատ սիրված ֆիլմ։ Այս ֆիլմի երաժշտությունը լսելիս շատերը ժպտում են առանց որևէ պատճառի։ Դե։ Հաստատուն հյուսիս։ Չէ։ Չէ։ Մեկ միևնույն է մրցանակը ձերն է, եկեք այնպես որ փորձենք հասկանալ։ Տիգրանը իդեպ մեջբերում արեց եթերի ժամանակ զրույցում։ Այնտեղից ցիտեց փոքրիկ բան։ Ահա, եթե մեկ անգամ ցիտի, չեմ լսել այդ։ Ասա, խնդրում եմ։ Այ։ Ահա։ Որ ֆիլմում է հայկական։ Որ ֆիլմում է, ասում են այ ու սկսում են ինչ անել։ Տարում են հայկական Քոչարի տղամարդիկ։ Այո, կորզեցինք երրորդ ճիշտ պատասխանը։ Շնորհակալ ենք ձեզ, շնորհավորում ենք ձեզ, 2 տոմս ունեք համերգին մասնակցելու համար, հիշեցնենք համերգը տեղի ունենալու փետրվարի 3-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում 19:30-ին։ Դուք չեք անջատում հեռախոսը, որպեսզի մեր շատ սիրելի գեղեցկուհի Լուսինեն մանրամասներ ներկայացնի, թե ինչպես պետք է վերցնեք տոմսերը, լավ։ Շնորհակալ եմ եւ շատ ողջունելի նախաձեռնություն է համերգի իդեպ։ Այո, շատ կարևոր նախաձեռնություն է մասնակցության համար։ Շնորհակալ ենք։ Ցտեսություն։ Այո, թանկ ժամանակ է ռադիոլսողը ծախսում եւ զանգարում է մեզ, կարծում եմ դա շատ կարևոր է եւ պետք է շնորհակալություն հայտնենք։ Շնորհակալ ենք ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ անկախ նրանից 2 ռադիոլսող հնարավորություն ունեն շահել են եւ կգնան կմասնակցեն այդ համերգին, կոչ ենք անում նաեւ ձեզ ձեռք բերել տոմսեր, վայելել այդ երեկոն, ունենալ հաճելի հույզեր, դրական էներգիա, միևնույն ժամանակ ժպիտներ պարգևել բոլոր այն փոքրիկներին, ովքեր դրա կարիքն ունեն, հարգելի ռադիոլսողներ, սա եւս շատ կարևոր մեսիջ է, այնպես որ կոչ ենք անում նաեւ այդ նախաձեռնությանը միանալ, պարզապես գնալով համերգի։ Սա եւս շատ գեղեցիկ նախաձեռնություն է, շնորհակալ ենք ձեզ նաեւ ջերմ խոսքերի համար։ Լսում ենք։ Այո։
звездопад, в тот единственный миг звездный мир затих. Только был невесом, двух сердец унисон, только где-то вдали пел оркестр любви. Будем славить волю случая, мы совпали как созвучия. Наши песни неразлучные, мой добрый мир — это ты. Мир влюбленный и танцующий, полон музыки ликующей. Мир счастливый и тоскующий, мой добрый мир — это ты. Будем славить волю случая, мы совпали как созвучия. Наши песни неразлучные, мой добрый мир — это ты. Durme nasıl verecek karo, yerpeçula meherin siro. İm siro garungi kalparo, im luz aşkar imagir. Im luz aşkar imagir, im luz aşkar imagir. Սուրճ ռուսեր առավոտից 10:53 սուրճը ըմպեցինք, Սերը տեղեկատվությունը փոխանցեցինք ներկայացրեցինք, միմյանց, տոմսերը սերը մրցանակի տեսքով բաժանեցինք, բաժանեցինք, հետաքրքիր զրույց ունեցանք, ողջունենք մեր բոլոր ռադիոլսողներին եւս մեկ անգամ, Էդիկ Բաբուջյան, Կարինե Մկրտչյան, ջերմ ողջույններ ենք ուղարկում, շնորհակալություն հայտնում նաեւ մեկնաբանությունների համար։ Իդեպ Կարինե Մկրտչյանը նաեւ մաղթում է գեղեցիկ օր, ասում է շատ սիրելի հաղորդավարներ Լուսինե եւ Տիգրան, սիրում եմ ձեզ եւ ծաղիկներ էին զուգարկում on-line հարթակի միջոցով, շնորհակալություն Տիկին Կարինե։ Շնորհակալ ենք, որ յուրաքանչյուր առավոտ այդ 1.5 ժամն անցկացնում եք մեզ հետ միասին, որովհետեւ առանց ձեզ ուղղակի պետք չէր լինի այս հաղորդումը։ Այո, այո։ Հաջող աշխատանքներ նոր եք մաղթում, թող հունվարի 22-ը լինի ձեր կյանքի հաջող եւ վերջանիկ օրերից մեկը։ Այո, հաճելի անակնկալներ թող լինեն օրվա ընթացքում, որոնք կջերմացնեն ձեր հոգիները։ Այսօր ձեզ համար սիրով աշխատեցին Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Մնացեք հագնվեք, տանից դուրս գալուց առաջ չմրսեք, -6-ը պահպանվում է այս պայն, մինչև -2 ջերմաստիճան օրվա ընթացքում մեզ խոստանում են, դե իսկ մենք հանդիպենք արդեն վաղը 9:30-ից։ Մնացեք հանրայինի հետ։ Հայաստան աշխարհ
բարձրացնեմ